տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի մարտ ամսին ջրոց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ջրոցներին։ Սիրելի ջրոցներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա ձեր ընտանիքի մեջ, այդ խնդիրը պրոբլեմը լուծվում է, նորից ձեր կյանքի մեջ, ձեր ընտանիքի մեջ մտնում է սեր, մտնում է միություն, մտնում է հաջողություն, գիտեք ինչ սիրելի ջրոցներ, հնարավոր է այն ջրոցներով, որ ամուսնացած չեն, ձեր մեջ մտնի այնպիսի անձնավորություն, որի հետ հետագայում դուք ապրելու եք, երկար կյանք եք ունենալու։ Գիտեք ինչ սիրելի ջրոցներ, հնարավոր է երեխայի ծնունդ լինի, դուք դառնաք կամ տատիկ, պապիկ, կամ մայր, հայր ծնող դառնաք։ Գիտեք ինչ սիրելի ջրոցներ, 2026 թվականի մարտ ամիսը ձեր անձնական ոլորտը յուրահատուկ ուրախ էլևեջներով է լցվելու, հաջողություններ, ուրախություններ, երջանկություններ, ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների ֆինանսական ոլորտում։ Սիրելի ջրոցներ, ուշադրություն դարձրեք, հնարավոր է ձեր ֆինանսական ոլորտում լինի խնդիրներ, լինի պրոբլեմներ։ Գիտեք ինչ ճիշտ է, կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ, բայց այդ խնդիրները, պրոբլեմները ժամանակավոր են, մի վախեցեք, մի հիասթափվեք, Աստված ցույց է տալիս, որ կլինի պրոբլեմ, բայց այդ պրոբլեմը նաև ցույց է տալիս, որ լուծելի է, դուք ուժ ու հնարավորություն կունենաք այդ պրոբլեմը հաղթահարել դուրս գալ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոցների առողջական ոլորտում։ Կլինի խնդիրներ, բայց ոչ վտանգավոր, բայց այդ խնդիրները կլինեն, որոշակի խորհուրդ եմ տալիս անհապաղ, եթե կա խնդիրներ, դիմեք բուժ հիմնարկության, որպեսզի ավելի բարդություններ չլինի, ավելի վտանգավոր իրավիճակներ չլինի։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի ջրոցներ, 2026 թվականի մարտ ամսին, այո, սիրելի ջրոցներ, ձեր երազանքը կկատարվի, հնարավոր է ամուսնություն, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, հնարավոր է ապաքինում, լավացում, գիտեք ինչ սիրելի ջրոցներ, 2026 թվականի մարտ ամիսը ոնց որ Աստծո աչքը ձեր վրա է, եթե նույնիսկ խնդիրներ կան, պրոբլեմներ կան, դուք Աստծո կամքով այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Այժմ տեսնենք